Եվրոինտեգրացիան այն է, որ պարոն Քոչյանը կարողանում է ընդհանրապես ասուլիս տալ։ Այդ դա եվրոինտեգրացիա է։ Դա ինքը տեղով, այլապես չէր կարողանա տալ ասուլիս։ Կամ ասուլիս կտալ մեկ անգամ եւ դրանով ամեն ինչ կավարտվեր, օրինակ։ Ինչու՞։ Որովհետեւ այլևս հնարավորություն չէր ունենա տալ, ինչպես որ իր ժամանակ մարդիկ կարող ենթարկվեին տարբեր բռնաճնշումների, բանտարկությունների, ծեծի, հա, թվարկեմ օրինակները, ել չասած սպանվեին ուղակի։ Այ եվրոինտեգրացիան օրինակ իր օրինակով կարող եմ ասել, այն որ ինքը կարողանում է ասուլիս տալ, ուղղակի դա եվրոինտեգրացիա է։ Եվրոինտեգրացվող երկրում իր նման գործիչները կամ ընդհանրապես որևէ այդ կալիբրի ընդդիմադիր գործիչ չէր կարողանա ուղղակի ասուլիս տալ։ Օրինակ բերեմ օրինակները չեվրոինտեգրացվող պետությունների։ Մի քիչ ծիրուն չի լինի, դուք ձեր մտքում պատկերացրեք պետություններ, որոնք չեն եվրոինտեգրացվում, ունեն ավելի քիչ ժողովրդավարություն, ավելի պարզ ասած ավտորիտար պետություններ են։ Իր նման գործիչները կարող են այդ պետություններում ասուլիս տան։ Ցույցանության շնորհիվ է, որ Ռոբերտ Քոչարյանը կարողանում է այսօր ասուլիս տալ։ Եթե մոտավոր էսպես ձևակերպել։ Չէ, տենց չէ, ժողովրդավարության խոսքի ազատության շնորհիվ է։ Ես իհարկե մի քիչ գրոտեսկ եմ հասնում, հա, ասուլիս միգուցե եւ մեկ անգամ կարող է տալ, բայց ընտրությանը կարող է չկայանալ մասնակցել։ Իր հավաքած ձայները կարող է կեղծվեին, չէ՞, ինչպես է լինում, ասենք։ Եվ մնացած մյուս բոլոր ազատ խոսացող մարդկանց հետևից կարող է լինել հաշվեհարդար։ Դա ես պիտի հիշացնեմ, երևի պիտի արդեն հիշացնենք, որովհետև շատերը հատկապես երիտասարդները դա չեն հիշում։